պետություն ենք, մենք կառավարման ձևը, ես գտնում եմ, որ եվրոպական ձևը լավագույնն է, այդ ժողովրդավարությունը բանը, որը կա, այդ ձևը մենք պիտի վերցնենք, բայց պարտադիր չի մենք իրանց արժեքները լրիվ վերցնենք, մենք մեր արժեքներ ունենք, մեր արժեքների մեջ կարևոր է ընտանիքը, կարևոր են երեխաները, կարևոր են, որ երկու սեր կա, այդ ամեն ինչը կարևոր է, ինչ պիտի մենք իրանցից վերցնենք, ամեն մեկից վերցնենք այն ինչ, որ մեզ պետք է, բայց դարձնենք մերը, ոչ թե աշխատենք դրանով դուր գալ մյուսներին։ Եվ մեկ էլ, երբ որ մենք հարաբերություն ենք անում որևիցե երկրի հետ, չի կարելի հաշվի առնել, թե այդ երկրի ներսում ինչ կառուցվածք կա։ Նայեք, Ռուսաստանից մենք գոհ չենք, բայց Ռուսաստանի դեմ այդ շարժումները, որ սկսվեցին, ինչից սկսվեցին, որ դեմոկրատական չի, այսինքն Եվրոպայից եկած պարզ բաները, նրանք Ուկրաինայի հարցում ինչ-որ պրոբլեմներ ունեն, մեր մոտ մի քանի երիտասարդի փող են տալիս, այն մյուսներն էլ ապուշացած հետները գնում են, սկսում են մեր հարաբերությունները երկրների հետ փչացնել։ Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան նույն կառուցվածքը ունեն, էյապես տարբեր են, ամենամոտիկ պետություններն են։ Մենք դաշնակիցներ ունենալու ժամանակ բացարձակապես պիտի հաշվի չառնենք իրանց ներսում ինչ կարգեր են, այլ պիտի հաշվի առնենք այս պետության եւ մեր շահերը համընկնում են, կարող ենք իրար օգտակար լինել, թե ոչ։ Եվ այդ մանկական խաղերը գաղափարախոսության վրա, բարոյական կամ լիբերալիզմի կամ չեմ անում ինչի գաղափարների վրա բարեկամներ կորցնել եւ թշնամացնել, դրանից ավելի սարսափելի բան չկա, այն ինչ որ կատարվում է Հայաստանում։ Հիմա հեշտ է ասել, որ իշխանությունը պետք է փոխել, դուք ինքներդ տեսաք, քանի հատ, քանի պայքար եղավ եւ չբերեցին դրան։ Ես նորից կրկնում եմ, որ երբ որ խոսքը գնում է մարդկանց մասին, որ արի այս մարդուն փոխենք եւ չեմ իմանում ում բերենք դնենք դրա տեղը, ժողովրդի համար էլ դա ոգևորիչ չի։ Դուք պիտի ժողովրդին համոզես, որ կա մի ճանապարհ, որով այս պետությունը գնում է եւ այդ ճանապարհը տանում է դեպի անդունդ, եւ կա ճանապարհ, որով մենք կարող ենք փրկվել։ Եթե գալիս ես մեր ճանապարհով, եկեք միասին համախմբվենք։ Պետք է ստեղծվի համազգային ճակատ, որի խնդիրը Նիկոլին գցելը չի, որի խնդիրը այդ ճանապարհով գնալն է, Նիկոլի գցելը դա հետևանք է այդ ճանապարհից, որտեղ այդ ճանապարհը պահանջում է, որ իրան գցես։ Որտեղ սկսենք վիճել, թե բա ով լինի Նիկոլի փոխարեն, իսկի մարդու անուն պետք էլ չի տալ։ Ճակատ, եթե այդ ճակատը չկա, impeachment-ը փակուղի է, ընտրությունները փակուղի են։ Այն, որ առանց շարժման impeachment չի կարա լինի, բոլորիս է հասկանալի։ Բայց գանքը դա ընտրությունների։ Այս ընտրությունները, որ պիտի լինեն 26 թվին, էապես տարբերվում են 21 թվի ընտրություններից, ինչու։ 21 թվին կար շարժում, պատերազմից հետո մեծ վախ կար իշխանությունների մեջ ժողովրդից, եւ այդ շարժումը իշխանություններին մցրել էր բունկերում էին հիմնականում։ Եվ իրանք գտան փրկության միակ ձևը, դա ընտրություններ հայտարարելն էր։ Բայց եթե ընդդիմությունը չգայթակվեր, եւ ոչ թե ասել մենք էլ ենք գնում ընտրությունների, ասել որ մենք դեմ ենք ընտրությանը, մենք շարունակելու ենք այս պայքարը, լրիվ ուրիշ վիճակ կունենայինք մենք ստեղ։ Այնպես որ չասեն, որ դա ընտրություններ ուզած-չուզած գնացել ենք, չէ, այդ ընտրությունը առանց ընդդիմության համաձայնության տեղի չեր ունեն։ Այս ընտրությունը ուրիշ է։ Այս ընտրությունը մենք ուզենք, չուզենք, այս ընտրությունը տեղի է ունենալու։ Ոմանք հիմա նայում եմ, ես հեռուստացույցով, մամուլով բան նայում եմ, հայտարարում են, որ մենք հիմա մեծ թիմ կկազմենք, մենք ենք որ կանք, կգնանք ու կհաղթենք։ Այդ մարդիկ ոնց թե վերջի 30 տարին Հայաստանում չեն ապրել։ Այն միտքը, որ ես կարող եմ գնալ, շատ ձայն հավաքեմ, եւ իշխանությունը ստիպված կգնա, այսինքն կհաշվի ձայները, կասի վայ ներողություն ես գնացի, տենց բան կարող է լինել Հայաստանում։ Եթե տենց բան լինի, դա նշանակում է նրանք, ովքեր ենթադրում են այդպիսի բան, իրանց ենթադրության մեջ
Ուրեմն Նիկոլը շատ ավելի բարոյական եւ բարձր մակարդակի մարդ է, քան նախորդ բոլոր իշխանությունները։ Բայց այդպես է։ Ուրեմն այդ ճանապարհը անիմաստ է։ Ասում են, լավ, կգնանք շատ ձայն կհավաքենք, հետո կսարքենք 96 թիվ։ 96 թիվը դեռ դուք շատ ձայն հավաքեք, դա էլ է խնդրեմ։ Հետո կարողացեք 96 թիվ ստանալ, հետո կարողացեք 96 թվից 96 պլյուս անել, իշխանություն վերցնել։ Դա էլ է խնդրեմ։ Երբեմն օրինակ եմ բերում Գյումրիի օրինակը, որ տեսեք Գյումրիում, փաստորեն մենք 3 տարբեր շարասյունով գնացինք եւ կարողացանք գումարում ունենալ Գյումրու մեր ուզած, ոչ թե մեր ուզած, այլ ամենայն դեպս ոչ իշխանական քաղաք։ Ազգային ժողովի ընտրությունները դրան նման չեն լինում։ Դա ծուղակ է, Գյումրին ծուղակ է։ Ազգային ժողովի ընտրությունները իշխանությունների համար լինելու են կյանքի եւ մահի պայքար։ Եվ իրանք կանեն ամեն ինչ, այն ինչ որ չարեցին Գյումրիում։ Դա կյանքի եւ մահի հարց է, իշխանություն կորցնելու հարց է, փող կորցնելու հարցն է, ամեն ինչ կորցնելու հարցն է։ Այդտեղ իրանք գնալու են միջև վերջ։ Եվ պլյուս եվրոպական որոշ ուժեր էլ կան, որ իրանց համար Հայաստանի այս թույլ լինել, այս վիճակ լինելը մենակ թե Ռուսաստանի դեմ եղի մեզ հերիքա, առանձնապես ձայն չեն թանում։ Ուրեմն պետք է լինի ճակատ, այդ ճակատը կարող է գնալ ընտրությունների, ընտրությունները լավ ձև կարող են լինել իշխանություն փոխելու, բայց այն դեպքում, եթե դա մի ճակատ է, երկու տարբերակ կա, կամ այդ միասնական ճակատը միասնական տեխնացու է դնում, որին ես չեմ տեսնում, Հայաստանում հիմա գոյություն չունի մարդ, որի շուրջ ամբողջ ժողովուրդը համախմբվի։ Չկա տենց մարդ։ Կառաջանա պայքարի ժամանակ չեմ իմանում։ Հիմա այդպիսի մարդ չկա։ Կարելի է իսկապես միասնական ճակատով գնալ ընտրություններին, 2-3 մասի բաժանվել, մտնել ընտրություններ, բայց ընտրությունների ավարտելուց հետո չկանգնել, որտեղ հաստատ հաղթելու ենք։ Միջև վերջ գնալ եւ իշխանությունը վերցնել։ Առանց դրա Հայաստանը վերանում է։ Ես դրա համար առաջարկում եմ, որ մեր նորընտիր ղեկավարությունը կուսակցության նախապատրաստի նախագիծ փաստաթղթի, թե ինչի շուրջն ենք համախմբում մյուսներին բոլորին, փորձ անի իր ջանքերը թափի այդ միությունը ստեղծելու, ով կգա, ով չի գա, բնական է, որ շատերը քաղաքական ուժերից կարող չկան, բայց քաղաքական ուժերը Հայաստանի բնակչության 10%-ն չեն կառավարում։ Մնացած ամբողջ ժողովուրդը շփոթված վիճակում։ Եթե դու ազնիվ, անկեղծ ժողովրդին ճանապարհ ես ցույց տալիս, համոզված եղի, որ ժողովուրդը հետևից կգա։ Ու մի բան էլ ասեմ, անձնական արդեն։ Ես շատ եմ ուզում, որ որպես մարդ ես շատ եմ ուզում, որ իմ ընտանիքը, Հայաստանի բոլոր ընտանիքները բարեկեցիկ ապրեն, ուզում եմ հպարտ լինեն, ուզում եմ պաշտպանված լինեն, եւ դա ոչ միայն հայերին է վերաբերվում, մենք Հայաստանում ունենք հազարավոր եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, որոնք որ մեր ուսի հետ մեր հետ են եղել առաջի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մեր հետ միասին կիսում են այս դարդն ու ցավը։ Ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն ու ես տեսնում եմ այդ ճանապարհը ոնց կարելի անել, բայց բացի դրանից ինձ մեջ ներսում ոցկլտում է նաև մի հատ ուրիշ գաղափար։ Ես տեսնում եմ ոնց մենք մի ժողովուրդ հին Բաբելոնից սկսած մինչև հիմա հազարամյակների ճանապարհորդության մեջ ենք, անցել ենք շատ մեծ ճանապարհ, այն ժողովուրդները, որոնց հետ մենք բարեկամություն էինք անում կամ կռվում էինք, արդեն չկան այդ ժողովուրդները, նրանց մեծ մասը վերացել է, մենք դեռ կանք։ Ու այդ ճանապարհորդությունը ես ուզում եմ, որ մեր թորները, մեր ծորների ծորները շարունակեն։ Հիմա այն պահան է, որ այդ նավակը կարող է խորտակվի։ Բացենք արագածները, գնանք առաջ եւ թույլ տանք այդ հազարամյակների ճանապարհը անցնենք ոչ միայն մենք, այլ նաեւ մեր ապագա սերունդը։ Շնորհակալություն։